Ես մեկ րոպե անգամ չմտածեցի այդ կանգնելու եւ կանգնեցի այն մարդու կողքին, ում ես ճիշտ էի համարում։ Իսկ հիմա գրքի մասին շատ հետաքրքիր է վերնագիրը ժողովուրդ ջան, սիրելի բարեկամ։ Երկրի իրական կողմը։ Հետաքրքիր է, հեղինակը ինչու է այսպես ասել։ Սա քաղաքական ինչ մեսիջ է։ Գիրքը գրելու անհրաժեշտություն ո՞ւր առաջացավ։ Առաջացավ իմ հետ կապված այդ հայտնի դեպքերի հետո դերյակեք իհարկե ցանկություն առաջացավ, որ հասարակությանը քաղաքացիներին ոչ թե ընթերցողին, այլ քաղաքացիներին ներկայացնել, թե ինչու է այդպես ստացվում։ Մարդ, որ շատերի կարծիքով Նիկոլ Փաշինյանն համատել է Հիսուսի հետ, բայց ես իհարկե Հիսուսի հետ չեմ համատել։ Ես ասել եմ հետևյալը, որ ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, ես անհավատը մտածել եմ, որ կարող է պատահի Հիսուսը գոյություն է ունեցել։ Ես քրիստոնյա եմ ինձ համարում, որովհետև քրիստոնեություն համարում հայ լինելու կարևորագույն ատրիբուտներից մեկը։ Ես իրար չեմ համատել Քրիստոսի հետ, ես այդ դատողությունն եմ։ Հիմա թե ով ցանկանում է այլ խնդիր եմ, հա, բոլոր դեպքերում մարդ, որ իրեն համատել է Քրիստոսի հետ, ինչու իր հետպես վարվեցին։ Ասել, ինչու այդպես վարվեցին։ Պիտի պատճառ լինի, թե չպիտի պատճառ լինի։ Այդ մտորումների մեջ, նույնիսկ այն ժամանապահին, որ ինքը ինձ SMS ուղարկեց, ես ընտանիքով նստած մենք թեյում էինք, այդ բանը նկարագրել եմ գրքի մեջ, SMS ուղարկեց, տարածեցի ասել։ Ո՞ց կարելի է, այդպես իսի բան անել։ Դեպ տնես վերնագիրը, ցանկություն առաջացավ այդ բաները ներկայացնելու քաղաքացիներ, որպեսզի այդ հարց պատասխանը իզնչեցնեն, տնես վերնագիրը երկրի իրական կողմը։ Բայց սա մի պարզունակ հակադրություն չի Նիկոլ Փաշինյանի գրքի, երկրի հակառակ կողմը դեպքի։ Սա մի պարզունակ հակադրություն չի։ Սերունդների պայքարի գնով, միլիոնավոր կորուստներով և պայքարի արդյունքում մենք մեր պատմական հայրենիքի մի հատվածի վրա ստեղծել ենք պետություն, սիրենք փայփայենք պաշտպանենք այդ պետությունը, Հայաստանի Հանրապետությունը։ Նիկոլ Փաշինյանը ինչ արարել։ Մենք գտել ենք մեր հայրենիքը։ Մենք գտել ենք մեր հայրենիքը։ Այսինքն ինքը հայրենիքի նկատի ունի Հայաստանի Հանրապետությունը։ Այդ վերջի հատվածում մեր տեսակետները կներեք, ես չեմ ուզում իրար համատվել, բայց բոլոր դեպքերում համատնում է։ Այսինքն ինքը ասում է, մենք գտել ենք մեր հայրենիքը, որ այդ պետություն է կառուցել Հայաստանի Հանրապետություն։ Ես ասում եմ, պատմական հայրենիքի մի հատվածի վրա ստեղծել ենք պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն։ Սիրենք փայփայենք, տեր կանգնենք այդ պետությանը։ Այստեղ է, որ ինքը այդ դատողություն արել է երկրի հակառակ կողմից։ Հետևաբար ոչ կարելի է երկիրը ղեկավարել երկրի հակառակ կողմից, ոչ կարելի է ճշգրիտ դատողություններ անել երկրի հակառակ կողմից, երկրի իրական կողմը։ Այս մի այդպես կոչված հակադրություն, ուզում առանձնացնել նաև մի հատվածը, ասել մեծ հատված, որտեղ ասում է, թե ինչու եղավ այսպես։ Այդ փորձում այդ հարցերի պատասխանը տամ։ Այդ հարցերի պատասխանը այդտեղ նշված է, թե ինչու եղավ այսպես։ Այդպես չէր կարող լինի, եւ մյուս հատվածը, բացարձակ իշխանություն հատվածը, այնտեղ փորձել եմ նկարագրել, թե ինչքան անպաշտպան է շարքային քաղաքացին մարդը, բացարձակ իշխանության մոտ։ Պարոն Ասլանյանի եւ իմ եւ ընդհանրապես մեր նորաստեղծ կուսակցության հիմնական թեզերից մեկը ո՞րն է։ Այնա, որ Նիկոլ Փաշինյանը, որպես մարդ, որպես քաղաքական գործիչ, որպես հասարակական գործիչ, իրան սպառել է։ Հովիկ Ազանը իմ աչքին մի այդտեղ բարձրացել է, մի հետաքրքիր դրվագում, որ իմ յանը չեմ պատմել, ինքնեկալ չի հիշում հիմա, ձեր համար պատմել։ Ուրեմն 18 թվականի ապրիլի 16-ներ Նիկոլ Փաշինյանը բարձրացել էր այստեղ ոստիկանական շալարերի վրա եւ ձեռքը պատրվել էր հանրային հիվանդանոց։ Աչքն էր վնասվել։ Եվ երբ որ հիվանդանոցից նա հետ եկավ, ժողովուրդը նրան ուղեկցում էր, եւ ես եւ պարոն Սարգսյանը, Արմզավենի Սարգսյանը դիմավորեցինք Փաշինյանին այստեղ եւ ուղեկցեցինք մեր գրասենյակ, լուսավոր հասնակ Սարգսյան, որը մինչեւ հիմա այստեղ է։
Եվ նրա հետ էին Սասունե Միքայելյան, Տիկին Հակոբյանը եկավ եւ Հովիկ Աղազարյանն հիշում։ Ուրիշ մարդ չեմ հիշում, որ եկել է ներս։ Մի մասը արդեն գնացին եւ բավականին հուսահատ վիճակ էր դա։ Շատ հուսահատ հեղափոխության համատեքստում, որովհետեւ մարդիկ հուսահատված էին եւ հույսերը այնպեսին չէին, ոսկե չի դու ժողովրդի մասին։ Ժողովուրդը բակում ովքեր շարունակում էր ցույցերը, այդ նրանք ովքեր առաջնորդում էին շարժումը։ Շատ հուսահատ բան ասի, հա, Հովիկաս, ինչ ես մտածում, դեռ ինչ արնելու։ Այդ բոլորը գնացել են, մնացենք մի քանի անգամ Հովիկը ուզում է դուրս գա, այդ դուրս գալու բանն է։ Ասես նայեց, ասես, ես իմասի, ասի հա հույս կա, ասես դե ես չգիտեմ, չկա երևի։ Ասի բա ուր ես գնում։ Ասես ես Նիկոլին չեմ կարող մենակ թողել։ Ու գնաց։ Այդ դրվագը ես երբեք չեմ մոռանում։ Հիմա եթե նարություն լինել գրելու միտեղ այդ գրքի մեջ, կարող ենք այդ դրվագն էլ զետել։ Մարդ, որը որ հեղափոխության ժամանակ նմանատիպ ներդրում ունեցել։ Այսօրվա բավականին հազարավոր կարծեի պատերապաշտ խմբերից, ովքեր որ այսօր օգտվում են պրեմիաներից եւ տղատեսակ զանգերով հարցեր լուծելու հնարավորություններից եւ քեշ փող են աշխատում։ Իրականում ով է դավաճանել այն արժեքներին, որ այդ օրը այդտեղ առաջ էր բերում։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ թիմը։ Այդ համար Հովիկ Աղազարյանը, Հակոբասյանին հետո եմ ճանաչել մասնավորապես։ Իմ համար հեղափոխության առաջամարտիկները իրանք են, ովքեր շարունակում են նայել տարբերակներում, ովքեր արդարության համար են, կոռուպցիայի դեմ են, հավասար իրավունքների, ճիշտ դատական համակարգի, ամեն ինչի։ Եվ վերջում ամենասարսափելին, որ մի մարդ, որ այդ ամենանեղ պահին Նիկոլ Փաշինյանին չի լքում, այդ մարդուն ամենավերջին ձևերով փորձում են ոչնչացնել։ Ասենք իրենք ծանոթանում են հեռախոսի պարունակությանը, օրինակ եղել երկու մարդու անձնական նամակագրությանը։ Իսկ բառապաշտական ձեր ինչ գործն է, կամ ուրիշ գործն է։ Իրենք ծանոթանում են նամակագրությանը, մտնում են չգիտեմ որտեղ, ամենալավի տեղերը։ Ինչ են համարում բան, անբարոյական։ Ո՞ւս կարելի է այդպես բան, ասենք անել ընդհանրապես։ Աղազարյան Հովիկը այրենիքը կրել է իր մեջ։ Եվ այդ կրելու հետևանքն է, եւ դրա շնորհքն է, որ մարդը ուզում է ցույց տալ, թե որն է երկրի իրական կողմը։ Ես ասած կկտրեմ, որ Հայաստանը չկտրվի։ Ես այդ